ասում եմ ինչ ասում եմ, որ եթե դուք ընտրություն կատարեք, անմիջապես առաջին նիստին այդ հարցերը դրվելու է եւ իրականություն է դառնալու։ Այսօր ամբողջ մեր ժողովուրդը ունենք 650,000 ընտանիք ժողովուրդ, ունենք 2,400,000 վարկառող, որ մինչև 50-ից 1000-ից մինչև 3 միլիոնը պետք է մարդուն ճայճից փրկես։ Մարդ առավոտինիկուն աշխատում է, անսավերջին միայն տոկոսներն ու հարկերն է բաղում։ Եղել է, կատարվել է, պետությունը ժողովուրդ ես պահում, մարդկանց մատից պետք է փուշ անես։ Չեն ասում ես ինչ լավ բան ես կատարում, այլ քո ժողովրդի մասին պետք է մտածես, որ ժողովրդի դեմքին ժպիտ գա, մարդը կարողանա ապրի։ Այսօր ամբողջ կալանավայրերում ժողովուրդ ջան, տեղ դատարկ չկա։ 4 սենյականոցում, որ պետք է 4 հոգի մնալ 20 հոգի ունում, այդտեղ չկա կալանավայրերում, տները տնային կալանք են տալիս։ Մեկ անգամ ևս կարող է լավ բան կատարեն, ասեն ժողովուրդ ջան, ի պատիվ ազգի հասցեան համերացիան խորհրդանիշի, մենք ասենք թե համաներում ենք անում, մինչև 10 տարի, ով ասենք թե հիմա կալանքի մեջ է, մինչև 10 տարի համաներում ենք անում, մարդկանց հնարավորություն ենք տալի, վերադառնալու իրենց տուն, իրենց ընտանիքին, իրենց բալիկներին, իրենց կնոջ մոտ, ծնողի մոտ, որ կարողանաս քայլ կատարել, մարդուն ուրախացնես, պարտավորեցնես, ոչ թե թողես 10 տարի հանցագործ արկես, մարդը ինք իրենց էլ օգնի։ Լավ բան պետք է կատարես, որ մարդը լիարժեք գոլ լինի, կառավարությունից էլ, ժողովրդից էլ, մարդը սխալվել է, բաց թողում է։ Կկրկնվի, մեղք իրավիզով կանի, բայց հիմնականում պետք է քայլ կատարես, որ մարդկանք կարողանան կյանքի բարիքներից օգտվել։ Այսօր ժողովուրդ ջան, գյուղնախարարությունը փակել է։ Ասեն թե հիմա այս մարդիկ սաղ շրջապատում, որ մշակում են, արարում են, բարիք են ստեղծում, ում դիմեն։ Ոչ մեկին էլ չեն դիմում, պատերի տակ նստած խելճացած, ոչ մշակել կա, ոչ չգիտեմ, մշակել կա կամ ասեն թե ոչ է մի բանով, որ յուղացին զբաղվի։ Դեր չկա, տիրեկեն չկա, դիմել չկա, ոչ դեղորյակ, ոչ պարտանուն, ոչ սերմ եւ ոչ էլ սիլիտրատալ կա, ոչ մի բան չկա։ Մարդիկ ինստինկտիվ արդեն ամեն ինչը, որ չեն զբաղվում, չեն կարողանում, դրա համար ասեն թե այսօր յուղերից պակասում են։ Ասում են մենք դպրոցներ ենք կառուցել, դղյակներ ենք կառուցել։ 8 տարում 259 դպրոց են կառուցել, 259 դպրոցից 59 են կառուցել, 59-ից 26-ը պատրաստած է եղել ժողովուրդ։ Այսօր այս տարի 230 դպրոց փակվում է, որ մարդիկ տարածքներից գնում են Երևան, գալիս են Երևան, պակասում են, դատարկվում է, այլ հակառակը պետք է լինել, հնարավորություն տրվի, որ կարողանան ճիշտ կազմակերպել, մարդու մատից փուշ անել, որ մարդը իմանա գնահատված է, իր մասին մտածող կա ժողովուրդ ջան։ Այսօր այս հարաբերությունները փչացնելով ամբողջ շրջապատում տեսնում եք, ինչ է տիրում, որ այսօր ասենք թե մենք պետք է մտածենք, ինչ անենք, կարգավորենք, մարդու մասին մտածենք, քաղաքացու, գյուղացու, ուսանողի, երիտասարդի մասին, որ մարդը մնա իր երկրում, կարողանա աշխատի, իր գիտելիք օգտագործի իր երկրի համար, իր ժողովրդի համար։ Ասում եմ, չլուծվող խնդիր չկա, ունենք ծրագիրը, ունենք լավ թիմ, ունենք լավ համակիրներ, համ ցանկություն ունենք, համ հնարավորություն ունենք, կազմակերպելու, զարգացնելու, որ օրը օրին դուք տեսնեք, զգաք, որ կա փոփոխություն, որ ձեր մասին մտածող կա։ Այսինքն հետևական լինելով տվյալ գումարները ժողովուրդ ճիշտ նպատակին օգտագործելու։ Ինչ ասում եմ հիմնավորածա։ Այսօր առողջապահության համար տրամադրված է բյուջեում 700 միլիոն դոլար։ Այսօր ժողովուրդ առողջապահությունից գոհ է, դուք կարողանում եք գնաք բուժվեք, 700 միլիոն տրած է, այսինքն սխալ է ձևակերպումը։ Պետք է դրվի անվճար, ասենք քաղաքներում, մարզերում կազմակերպի։ Այսօր բժշկին ստանում է 100,000 դրամ, հասարակ հաշվարկներ ասեմ, թող բժշկին ստանա 500,000 դրամ, ամեն հիվանդանոցում թող աշխատի 100 բժիշկ, 100-ը դա ասենք թե անում է 1 միլիոն դոլար եմ հաշվարկում, տարին անում է 12 միլիոն, թող 40 դպրոց լինի, հիվանդանոց լինի անվճար, անում է 40 միլիոն, 100 միլիոն էլ թող սարքավորում բերեն, 100 միլիոն էլ դեղորյակ բերեն, 100 միլիոն էլ չգիտեմ ինչ տան, 100 միլիոն արեց 450, արդեն ընդեղ դեր
250 միլիոն էլ ավելանում է, բայց մարդիկ այսօր տուն են նստած, չեն կարողանում բուժվել, գումար չկա, ոչ մեկ էլ ոչ դողմա մոտիկանաց ոչ գնաց, այսօր օրենք են ընդունել, ինչ որ մի հատ ծերերի համար աչքի ասենք թե բուժում պետք պատվել, ժամանակավոր, ասենք թե դությունը պրծավ ամեն վերանում է, հնարավոր է, կազմակերպել անվճար 700 միլիոնի տեղը բյուջեից 500 միլիոնը տրամադրել, պատրաստել որ ասենք թե անվճար լինի, կարելի է, ուսանողների համար, եթե ծնողը չի կարողանում, ուսման վճարը վճարի, ծնողի կյանքից պակասում է, որ ինքը չկարողացավ իր երեխայի ուսման վճարը վճարի ժողով։ Բոլորը գիտեք, ես նորից եմ ասում, ընտրողը դուք եք, ոնց կցանկանաք, ձեր ցավը տանեմ, ձայն կտակ, կպանջեք, չեք դա ձեր ցավը տանեմ, դուք եք ընտրողը, դուք եք ընտրելու ձեր երեխայի վաղվա ապագան։ Մենք պատրաստ ենք, մենք ասեցինք, մնացածը որոշողը դուք եք, մենք կընտրեք էլ ձեր ցավը տանեմ, չեք էլ ընտրի ձեր ցավը տանեմ, դուք եք որոշելու ձեր վաղվա ապագան։ Այնպես որ ես նորից եմ ձեզ ասում, մենք պատրաստ ենք, մեր ասածները իրականություն կատարենք, կապնել ունենք, ծանոթություն ունենք, հնարավորություն ունենք, ցանկություն ունենք։ Ամսի 7-ին, համար 7-ին, համար 7-ին, շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք։